Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ես գտնվում եմ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու Бакум. Сегодня мы будем беседовать с уникальным богословом, христианином, человеком, который был одним из немногих, кто вдохновил меня на написание книги «Армянская мечта». Мы сегодня будем беседовать с Дапиром Ашотом Арифшатяном об очень важной теме. Мы сегодня поговорим. Ашот Арифшатян написал книгу, которая посвящена нашему царству араратскому и духовному предназначению армянского народа на протяжении всей его истории и сейчас, в конце времен. Сегодня более подробно мы поговорим об этих темах, но прежде чем мы начнем беседу с господином Арифшатяном, я попрошу его начать наш прямой эфир, согласно уже нашей доброй традиции, с молитвы. Իմաստություն Հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, բարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց, իբանից և իգործոց բրկյազիս, և ողորմյակ ու արարածոց և մեզ բազմամեղացս, զգործս ձեռած մերոց ուղիղար եմ էստեր և զգործս ձեռած մերոց հաջողյան ես, ամեն։ Շնորհակալություն շատ։ Սկզբից ես կխնդրեի, որ դուք մի քիչ պատմեք ձեր գրքի մասին և պատմեք հայ ազգի առաքելության մասին։ Գիրքը նախ ավելի ներկայացում է հայի ինքնությունը։ Մենք իհարկե շատերս գիտենք, որ ունենք շատ լուրջ այսպես շնորհներ Աստծո կողմից տրված, բայց ավելի ցիրուցան եղված կերպով են, ասենք թեկուզ առաջի քրիստոնյա պետություն, Արարատ լեռ, Նոյան տապան, շատ ենք լսել այս մասին, բայց երբ որ մենք տեսնում ենք մեզ մի բան տրված է, մենք աշխատեցինք այս առումով խորանալ, միգուցե եթե մի երկրի տրված այս մեծագույն արժեքները, միգուցե այլ բաներ էլ կան, որոնք մենք այդքան տեղեկություն դեռ չունենք։ Եվ իսկապես խորանալով մեր պատմության մեջ, խորանալով այլ ազգի մարդկանց գրվածների մեր մասին գրվածների մեջ, մենք տեսանք, որ իսկապես մենք այդ առաքելությունները ունենք շատ ավելիով, քան ինչ որ մենք այստեղ գիտենք։ Գիրքը նվիրված է այն բանին, որ մենք կարողանանք այդ բոլորը ինչ որ տրված է մեզ Աստծո կողմից ամբողջականացված կերպով ներկայացնել հանրությանը, ոչ միայն հայր, այլև համաշխարհային բոլոր քրիստոնյա աշխարհին։ Քանի որ դրախտը եղել է երկրի վրա, որը ինչ-որ միտեղ եղել է։ Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալի աշխարհագրական դիրքը, այնտեղից որտեղից բխել են Տիգրիս եւ Եփրատ գետերը, այնտեղ էլ եղել է դրախտը, առաջի մարդկանց բնակության վայրը։ Առաջի, այսպես ասած, տեղը, որտեղ այդ դրամատիկ դեպքերը տեղ ունեցան մարդկության կյանքի համար եւ այդտեղից մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ։ Եվ ուրեմն այս երկիրը առաջի բնորանն է համայն մարդկության համար։ Եվ քանի որ դա հստակ ցույց է տալի մեծ հայքի տեղը, գետերի բխման տեղը, երկուսը էլ բխում են մեծ հայքի հենց կենտրոնական մասերից, եւ երկու գետերը, որ համարվում են անհայտ, Գեհենը եւ Փիսոնը, բայց տեսնում եք, որ բավականին աստվածաբանների մոտ գրված կա այդ մասին, որ նրանք շատերը աշխարհագրական դիրք որպես ընդունում են նաև Արաքսը որպես Գեհոն եւ Ճորոխը որպես Փիսոն, որոնք նույն տեղից են բխում, այսինքն 4 գետերն էլ բխում են մեծ հայքի կենտրոնից եւ դա մեզ հստակ ցույց է տալիս, որ դրախտը եղել է մեծ հայքի կենտրոնում։ Այսինքն հայոց աշխարհը յուրահատկությունին նա համարում է համայն մարդկության նախահայրենիք։ Բայց տեսնում ենք, որ այդ զարմանալի յուրահատկությունը մեկը չէ։ Քանզի ջրեղից հետո, մարդկանց կործանումից հետո տեսնում եք, որ երկրորդ անգամ ամեն ինչ նույնպես սկսեց այս նույն, այսպես ասած, խորհրդավոր Աստված ընտրյալ վայրից։ Այսինքն Նոյան տապանը ջրեղից հետո հանգրվանեց Արարատ լեռան վրա եւ նորից տեղ ունեցավ այն ամեն ինչ որ տեղին էր դրախտում, այսինքն մարդիկ բազմացան, աճեցին, այս տարածքից նորից ցրվեցին աշխարհով մեկ, այս
վայրը արդեն երկրորդ անգամ մի տեսակ դարձնելով համայն մարդկության նաև կենթանական աշխարհի բնորան։ Այս երկու յուրահատկությունները իհարկե չէին կարող լինել, ասենք, տարբեր ազգերի մոտ, սա մի յուրահատուկ բան է, որ կոնկրետ մի վայրում պետք է լիներ։ Եվ տեսնում եք, երկուսը մեկ տեղված են հենց այս հայկական լեռնաշխարհ կոչված տարածքում, եւ դա մեզ մղեց էլ ավելի խորանալ։ Մի բան, որ մենք գիտենք, նաեւ մենք եղել ենք առաջին քրիստոնեապետությունը, դա էլ ավելի է խորհրդավոր դարձնում է այս ամենը։ Մենք առաջին դառնանք քրիստոնեապետություն եւ ապա նոր մյուս ազգերը դարձան ծրվեցին, տարածեցին աշխարհում մեկ։ Կարծես նույն այդ էտապը լինի, նույն այդ նմանությամբ ինչ-որ մարդություններ աճում, տարածում, նույնպես է քրիստոնեապետություն դառնալով այն որպես պետություն նաեւ տարածվեց։ Հիմա տեսնում եք, որ այս ամեն ինչը շատ խորհրդավոր է, չէր կարող պատահականություն արդյունք լինել, որ այս երեք մեծագույն բաները սևեռված լինեն հենց այս աշխարհամասի վրա։ Եվ մի փոքր խորանալով մենք տեսնում ենք բազմաթիվ նմանապես մեծարժեք բաներ։ Եվ այս բոլորը հաստատված են ոչ ուղղակի զգացական, ոչ ուղղակի, այսպես ասած, թյուր, ոչ լիարժեք գիտական տվյալների, այլ ամբողջովին հիմնավորված են գիտնականների, աստվածաբանների, լեզվաբանների, բազմաթիվ մարդկանց աշխատություններից բերված այսպես մեջբերումներով, որոնք լիովին հիմնավորված կերպով են ըստ նյութը մատուցում։ Իհարկե լինում են իրավիճակներ, երբ որ մարդիկ զգում են, որ խորհրդավորություն կա հայոց աշխարհի մեջ եւ ուրիշ այլ բաներ են, ասենք, մեջբերում, թե սա էլ է հայկական, սա էլ է հայ, բայց շատ բաներ կարող են ճիշտներ, կարող որոշ բաներ սխալ լինել, դրա համար այն ինչ որ ներկայացնում ենք, աշխատում ենք հիմնավորապես, ասենք, փաստարկված կերպով ներկայացնել, որտեղ չլինի թյուր բաներ, որ հետո ավելի ստվեր գցի այն ամեն ինչը, որ իրապես որ արժեքավոր բաներ են։ Մենք նաև գիտենք, որ Հայկ Նահապետի մասին Հայկ Նահապետը նույնպես յուրահատուկ անձնավորություն էր, որ մեր նախահայրն է եւ իսկապես խորհրդավոր անձնավորություն, քանի որ հենց ինքն էր, որ Նոյի ժամանակ հենց այստեղ էր բնակվում, այստեղ աճեց, այստեղ զորացավ, իմաստացավ, աստվածային շնորհներով զարդարված, դառավ նույն աստվածապաշտ մարդու կերպար, ինչ որ մեր Նոյ Նահապետն էր։ Եվ այդ զորությամբ ինքը պահեց հայոց աշխարհում թե հավատքը, թե բարեպաշտությունը եւ թե բարի օրհնյալ մարդասիրական կարգ ու ձև, որին հակառակ էր նորից Հայաստան աշխարհից, բայց արդեն հեռացած Նեբրովթը, աստվածաշնչյան Նեբրովթը, որ հայոց պատմության մեջ անվանում է Բել Նեբրովթ։ Եվ նա էր, որ ասենք շատ հպարտացավ, իր հպարտությամբ ելավ Աստծո դեմ, աշտարակ կառուցեց, բայց այդ աշտարակը կասեցվեց կառուցում Աստծո կողմից, բայց ամեն դեպքում նա որոշեց ամբողջ աշխարհի իր տիրապետության տակ առնել եւ այդպես էլ արեց, քանի որ հսկաներից մեկն էր, ամենահսկան, ամենազորեղը եւ բոլորին ենթարկեց իրեն։ Միայն Արարատյան աշխարհը, որտեղ Նոյ Նահապետն էր եւ մեր Հայկ Նահապետը եւ հայ ժողովուրդը կողքի հավաքված, նրանք էին, որ այսպես կղզիացված մնացին, չխառնակվեցին այդ կռապաշտության նոր ծնունդ առած ժողովրդի հետ, բայց Բելը չհանդուրժեց եւ որոշեց դա էլ, ասենք, իր տիրույթների մեջ մտցնել եւ մեծ պատերազմ սկսեց հայոց դեմ, բազմահազար, բազմամիություն 100,000-ներով զորքով, քանի որ իր տիրապետության տակ բազմաթիվ երկրներ էին, որը զորքերը հավաքվել են եւ եկան հայոց վրա։ Հայերը շատ սակավամարդ էին այդ ժամանակ եւ զորքն էլ շատ քիչ էր, բայց ամեն դեպքում նրանք ունեին ել ավելի մեծ զենք։ Դա ինչն էր Նոյ Նահապետի աղոթները, բարեպաշտությունը եւ Հայկ Նահապետի նվիրվածությունն Աստծուն եւ իր զորեղությունը, նա էլ հսկաների մեջ էր մտնում։ Եվ պատմությունից գիտենք, որ պատերազմը մի քիչ երկար էր, բայց ի վերջո երկնքից ստացված զենքով, որը լայնալիճ աղեղն է, որի պատրաստման ձևը երկրքից տվեց Հայկ Նահապետին եւ այդ նետով նա սպանեց այդ մարդակերտ Գազանին, որը առաջի կռապաշտության հիմնադիրն էր երկրի վրա ջրհեղեղից հետո։
Եվ այսպես մենք տեսնում ենք, սա հոգևոր պատերազմ էր, քանի որ կռապաշտությունը ջանում էր իր մեջ կլանել մնացած այդ աստվածպաշտությունը, այդ անկլավը, այդ կղզիացած տեղը, որ մեծ հայքի տարածքն էր, բայց փառք Աստծո, Աստծո զորությամբ, Աստծո շնորհով կռապաշտությունը գլխիկոր եղավ, չքվեց, գնաց մեր սահմաններից եւ բարգավաճեց մեր երկիրը երկու մեծ նահապետների ներկայությամբ։ Հետագայում նույն նահապետը ննջեց առաստված իր հոգին տալով եւ իր գերեզմանն էլ գտնում են նոր Նախիջևանի տարածքում։ Եվ այսպես տեսնում ենք, որ մեկը մեկից զարմանահրաշ առանձնաշնորհներ որ մեզ տրված են։ Եվ սա նորից ենք կրկնում, ինչ որ ասում ենք, դա դեռ սկիզբն է։ Դեռ շատ բաներ կան, որոնք յուրահատուկ են, համամարտկային, համաքրիստոնեական, բայց տրված են հենց այս տարածքին եւ այս ազգին։ Եվ ուրեմն այս յուրահատկությունը մենք իհարկե պետք է կարողանանք ի ցույց դնել ոչ դրա համար, որ սա հպարտանանք, ինչ-որ մեծամտանանք, գիտեք մենք, բայց եթե սա իրականություն է, իրականությունը ծածկել պետք չի, քանի որ ասում գրված է ինչ-որ Աստծունն է պետք է հայտնի անել, պետք է տարածել, ինչ-որ Աստծուց է տրված։ Եվ մեր գրքի առաջի հատորի մեջ բազմաթիվ այլ բաներ էլ կան, որոնք վերաբերվում են ասենք Հայկ Նահապետից սկսված մինչև Քրիստոսի ծնունդ ժամանակաշրջանին։ Բազմաթիվ յուրահատուկ բաներ, դա վերաբերում է հիքսոսներին, վերաբերում է քասեցիներին, այսինքն դրանք մարդիկ էին, որոնք ճանաչված են հին աշխարհում, բայց խորհրդավորության շղարշի տակ։ Եվ գիտական աշխարհի հիմնավորումներով մենք տեսնում ենք, դրանք բոլորը ելել են պայքարի, պատերազմի հենց մեծ հայքի տարածքից։ Չեմ ուզում շատ խորանալ, ասենք քասեցիների մյուսների մասին, որոնք հայկական զորքեր էին, իջան մեկը գրավեց Բաբելոնը, մյուսը Աքադը գրավեց, բայց հետաքրքիրն է ամենակարևորը հիքսոսները, որոնք նորից հայկական լեռնաշխարհից գնացին, գրավեցին ամբողջ Պաղեստինը եւ դե մտան Եգիպտոս եւ համարյա 200 տարի փառավորների տեղը հայ թագավորներն էին, հայ ազգի փառավորներ թագավորներ տիրով եւ դրա խորհրդավորությունը նրանում չի, որ նրանք գնացին երկիր գրավեցին, այլ խորհրդան նրանում որ հենց այդ ժամանակ է նրանց թագավորության շրջանում, երբ որ Հովսեփը մտավ Եգիպտոս եւ նրանց հայերն էին, որ նրան դրեցին Եգիպտոսի որպես երկրորդ մարդ թագավորից հետո։ Եվ ապա եկավ Հակոբը, ամբողջ Իսրայել ժողովուրդը եւ նրանք ընդունեցին մեծ սիրով եւ Գեսեմի այդ պարարտ վայրը տալով նրանք աճեցին, բարգավաճեցին, ինչի համար ենք ասում, որտեվ ընդունելով նրանք նախապես ընդունում են Քրիստոսին, որտեվ Քրիստոսը որ պիտի գար Աբրահամի, Հակոբի, Իսահակի, Հակոբի սերնդից եւ նրանք ընդունեցին կարծես ճանապարհ բացելով Քրիստոսի առջև, դառնալով կարապետներ Քրիստոսի առջև դեռ Քրիստոսի ծնունդից շատ առաջ։ Եվ շատ հետաքրքիր նյութեր կան նաեւ այն մասին, որ մեր Հայկ Նահապետն էլ ժամանակին Աստծո առաջնորդությամբ թողելով մի մասը իր զորքերի հայոց երկրում իր Արամայիս որդու իշխանությամբ ինքը իջավ զորքով հենց Երուսաղեմ դեռ գոյություն չունի, իջավ Պաղեստին, Քանանի երկիր։ Եվ այնտեղ քանի որ իր մասին լսել են, թե ինչ զորության տեր է, ինչպես Բելին սպանեց, դրա զորքը կոտորեց, նրանք երկյուղացությամբ ընդունեցին Հայկ Նահապետին եւ քանի որ նա կարող էր ամբողջ Քանանը գրավել իր զորությամբ, բայց նա մտավ խաղաղությամբ, նրան ասեցին խաղաղության թագավոր, ես լեզու թարգում եմ Մելքիսեդեկ։ Եվ ուրեմն Հայկ Նահապետը նաև Սուրբ գրային խորհրդավոր Մելքիսեդեկ կերպարն է, որը մինչև այսօր կարծես ծածկված է, բայց նորից կրկնում ենք, որ բազմաթիվ հիմնավորումներ կան դրա մասին եւ մնացած այլ մարդկանց մասին, որոնք ընդունում են, թե դրանք կարող լինեն Մելքիսեդեկ, օրինակ Սեմը, եգիպտացի շոր մի տենց մեծահարուստ, չգիտեմ, կռապաշտ մեկը, քանանացի մեկը, տարբեր կարծիքներ կան, բայց դրանք բոլորը բացարձակապես անհիմն եւ անտրամաբանական։ Բայց երբ որ տեսնում ենք իսկապես աստվածպաշտությունը կարող էր գնալ Պաղեստին այնտեղից, որտեղ կար աստվածպաշտություն, այսինքն Նոյը Հայկը այնտեղ էր միակը, մամուխը կռապաշտություն էր, չէր կարող կռապաշտ մեկը հանգարտ դառնալ աստվածապաշտ թագավոր, ինչպեսին Մելքիսեդեկն էր, եւ հատկապես Բարձյալ Աստծո քահանա։
Ուրեմն քահանա լինելու համար պետք էր ձեռնադրություն։ Իսկ ըստ եկեղեցու հայրերի Նոյը եղել է քահանա եւ թագավոր։ Եվ նույն այդ քահանա թագավոր իշխանությունը, ասեմ, օծությունը նա փոխանցել է հայկի եւ նա դրանով եկել է հենց թագավոր քահանա իր այդ կարգավիճակով դարել է Մելխիսեդեկ այդ եւ կառուցել է Սաղեմ քաղաքը, Երուսաղեմ։ Եվ դա նշանակում է, որ նորից ճանապարհ է բացվել մեր փրկչի առջև, որտեղ տեղ պետք է գար Տերը, տեղ պետք է քարոզեր, այդտեղ պետք է խաչվեր, տեղ պետք է հարություն առներ։ Եվ տեսնում ենք, որ մեր հայ ժողովուրդը միշտ Աստծո առջև եղել է կարծես կարապետի դիրքում, միշտ ճանապարհ բացողի դիրքում մարդկան փրկության համար։ Եվ բազմաթիվ այլ բաներ էլ կան, որոնք արդեն վերաբերվում են, թե ասենք, մեր ուրարտական շրջանին, որ հստակապես ապացուցում նրանք եղել են նույն հայ ժողովուրդը, որևէ այլ ազգի հետ որևէ կապ չէր կարող ունեցել, ինչ որ խոսակցություն եղել է, դրանք բոլորը եղել են կողմնակի ուժերի ազդեցության ներքո, այսինքն գիտնականների վրա, դիակոնների մյուսների վրա ստիպել են, որ նրանք գրեն սխալ բաներ, հետո նրանք իրենք են խոստովանել, որոնք չէին կարող այլ բան գրեին, բայց հետո ցույց է տալի հնագիտությունը, հին պատմությունը, օրինակ մաքուր հայկական նույն հայերն են եղել Արարատան երկիրն է, որը կոչվել է Ուրարտու, այլ ազգերի, ասենք ասորիների լեզվաբանական ոճի համեմատ։ Եվ գիտենք, որ կա Պարսկաստանում այդ լեզվության այդ հարթականդակը, որտեղ որ գրված է հայոց մասին 3 լեզուներով, այսինքն Արմենիա, Ուրարտու եւ այսինքն Արմենիան, Ուրարտուն դա կարծես բան է, նույն հոմանիշներն են, նույն անվան հոմանիշներն են, որը նույնից ապացուցում է։ Դա հետո գալիս է բազմաթիվ այլ բաներ, Տիգրան Մեծով, ամեն ինչով, մինչև հասնում ենք Քրիստոսի ծնունդ։ Իհարկե ինչ որ ասում ենք, դա իհարկե շատ, չասեմ, շատ թեթև, շատ գիրքը մոտավորապես ասեմ 2500-ի մոտավորապես այդ քանակությանը եւ բազմաթիվ ինֆորմացիաներ կան, որը նորություն է, որը ամեն մեկն էլ շատ զարմանալի բաներ են, ցույց է տրվում նաեւ Հայաստան աշխարհի յուրահատկությունը այն առումով, որ նա եղել է տարատեսակ նյութական, ասենք, բազաների, նյութական նյութերի նախահայրենիք, ինչպես ասենք թեկուզ մետաղը, թե պղինձը, թե բրոնզը, թե երկաթը, այդ ամեն բանի հայրենիքը մեծ հայքի տարածքն է եւ դա նորից եմ կրկնում զուտ գիտական, զուտ, ասենք, տարատեսակ գիտականների, էլ հնդիկ, էլ անգլիացի, էլ հայ, էլ ռուս, բոլորի հիմնավորումի վրա այդ ամեն ինչը ասված։ Եվ բազմաթիվ այլ, ասենք, ինչ ասեմ, այլ թե ասենք հողագործության հետ կապված, թե այդ մշակույթի բազմաթիվ բաների հայրենիք նորից հստակորեն գրված է, որ եղել այս լեռները, դա զարմանալի պետք է չլինի, եթե որտեղ եղել են դրախտ, որտեղ եղել են առաջի մարդիկ, բնականաբար իմաստություն այնտեղ պետք է լինի եւ այնտեղից էլ պետք է տարածել, այնտեղ պետք է աշխարհով մեկ ճանաչեն այդ ամեն ինչը, թե աստղագիտությունը, եւ նորից ասում ենք, եւ աստղագիտության մեջ շատերը ասում են, այ տեսեք Շումերը, Բաբելոնը, մյուսը, բայց հստակ գիտականները կարծում են, որ հայկական լեռնաշխարհն է եղել առաջի այդ աստղագիտության վայրը։ Նաեւ ասենք մարտակարգերը, որով հիկսոսները գնացին եւ գրավեցին, ասենք, բանը Եգիպտոսը։ Եգիպտացիք ընդհանրապես ոչ թե մարտակարգի մասին, այլ ձիու մասին գաղափար չունեն այն ժամանակ։ Եվ հստակորեն ցույց է տրվում, որ մարտակարգերի հայրենիքը, ձիաբուծության հայրենիքը նորից Հայաստան աշխարհն է։ Այս բոլորը շատ յուրահատուկ, շատ զարմանալի եւ այդ բազմաթիվ այլ բաներ կան, որոնք երկու հատորի մեջ դες պարփակվում են։ Բայց նաեւ կա պատրաստում է 3-րդ եւ 4-րդ հատորներ, որոնք առաջ 3-րդը սկսում է, այսպես ասած, մեր քրիստոնեական շրջանից։ Պարոն Արոշիան, իսկ որտեղ մարդիկ կարող են, օրինակ, Ռուսաստանում գնել այդ գիրքը։ Վերջերս առաջի հատորը ռուսերեն թարգմանվեց, տպվեց եւ ավելի խմբագրված, ավելի սրբագված կերպով, քանի որ արդեն նոր աշխով ենք ավելի թարմանայում նյութին, բացի դա էլ նրան գումարվեց է մոտ 150 էջիչա մեր հայոց եկեղեցու դավանությունը Քաղքեդոնի հետ կապված, որ 1500 տարի մենք
կարծես զրպարտության ենք մատվային առումով, որ մենք հավանենք մոնոֆիզիտը նրանց կողմից եւ հստակ իցույց է դրում, որ մոնոֆիզիտությունը, որը նզոված է նրանց կողմից, առավել եւս նվզոված է մեր կողմից։ Եվ մենք իցույց ենք դնում, որ մենք մնացել ենք այն բուն հայրաբանական հայրերի կողմից դրված դավանական ուղղափառ դավանության վրա, որից Քաղքեդոնը ինչ որ չափով անկում է ապրել։ Եվ դա նորից եմ կրկնում ոչ միայն հայ աստվածաբանների հիմնավորների վրա, այլ հենց քաղաքեդոնական հայրերի, ինչպես Մաքսիմ Խոստովանող, նու բազմաթիվ այլ թե Զիգաբեն, այլև մարդիկ կա, որոնց այդ գրվածները հենց իրանց քաղաքեդոնական հեղինակների գրվածների հիման վրա իցույց է դրում այդ ամեն ինչը, որպեսզի մարդիկ կարող են հասկանալ, որ սա այսօր հերետիկոսության հետ որևէ առնչություն չունի մեր եկեղեցին, ընդհակառակ մի բան էլ մնացել են ամենամաքուր ուղղափառության վրա։ Եվ դա ուզում ինչի կցեցինք, որպեսզի չլինի թե ասեն, ճիշտ է, Աստված ձեզ բազմաթիվ շնորհներ է տվել, բայց Իսրայելին էլ բազմաթիվ շնորհներ էր տվել, բայց նրանք ուրացավ հեռացան Աստծուց։ Ինչ օգուտ դրանից։ Իսկ մենք ցույց ենք տալի, որ մեզ բազմաթիվ շնորհներ հետ գումարված մեր ամենամած շնորհներից մեկը հենց մեր դավանությունն է, որը մենք ցույց ենք դնում որպես շնորհների շարքում, որպեսզի տեսնենք, որ դա վավեր բաներ են, ոչ թե ասենք, դե գիտեք, դուք ինչ է լինի, հերետիկոսության մեջ եք եւ անվավերա ձեր մոտ ամեն ինչը։ Օրինակ կարող ենք ասել նաեւ, որ ինչի վերջին ժամանակներին ավելի խոսում այդ մասին, որտեվ 5-րդ դարում, երբ որ Քաղքեդոնի ժողովը այդպես արդեն գլուխ էր բարձրացել, շատ եկեղեցու սուրբ բարեպաշտ հայտեր ընդվզեցին այդ ժողովի դեմ, որոնցից մեջ կար նաև շատ հայտնի Պետրոս Իբերացի, այսինքն մարդ էր, վրացի էր ինքը ազգությամբ եւ թագավորի որդի, որին բյուզանդացիները տարան որպես պատանդ իրենց մոտ, բայց հետո բաց թողեցին եւ նա էլ չուզեց գնալ իր հայրենի, գնաց Երուսաղեմ, դե մեծ ճգնությունների մեջով ուսած տարբեր վանահայրերի մոտ ուսանելով դարձավ հայտնի եպիսկոպոս, բարեպաշտ մի անձնավորություն, որը չընդունեց նույնպես Քաղքեդոնը, որի համար շատ հալածվեց։ Բայց ինքը մինչ չընդունելը մնում էր շատ ճանաչված հեղինակավոր անձնավորություններ եւ թագավորը թագուին, որ Քաղքեդոնի ժողովի կողմնակիցներին նրան չէին անհանգստացնում առանձնապես, նա էլ չէր ուզում խառնվել որևէ մի այլ գործի, ասում էր ես ինձ Աստված տվել է համայնք եւ սկզբավեմ իմ համայնքով չեմ խառնի ոչ այս կողմի, ոչ այն կողմի մեջ։ Եվ իսկ այդ ժամանակ կայսրը այդ ժամանակ արդեն որ Քաղքեդոնի կողմնակիցներ հալածում էր ոչ քաղաքեդոնական վանականներին, եպիսկոպոսներին եւ մեծ հալածանք էր գնում նրանց հանդեպ։ Իսկ երբ որ Պետրոսը աղոթք էր անում ըստ գրվածների, Տերը հայտնվում է նրան եւ ասում է Պետրոս, ինձ հալածում են, իսկ դու նստել ես։ Այսինքն Տերը ցույց է տալի, որ ինքը հալածվողների կողմն է, որոնք Քաղքեդոնի կողմնակից չէին։ Եվ Պետրոս իսկույն ելնում է, զղջում էր արածի համար եւ միանում է նրանց, ում որ աքսորում է, եւ աքսորյանների հետ գնում է աքսոր կամավորապես։ Եվ նամակ է գրում հայ վանականներին Երուսաղեմի, ասելով, որ ով իմ սիրելի զավակներ, ամուր մնացեք ձեր հավատքի մեջ, քանի որ ինչպես Աստված կամեցա, որ ձեր երկրից Նոյան տապանից մարդկության սերմը տարածվի աշխարհով մեկ, այդպես էլ ձեր երկրից ուղղափառությունը պետք է տարածվի աշխարհով մեկ։ Այսինքն այս մեր դավանությունը պետք է տարածվի աշխարհով մեկ եւ շատերը նորից պետք է գան այս հիմնավոր ուղիղ ուղղափառ դավանություն։ Փաստացի Հայկ Նահապետը բացել է Քրիստոսի համար ճանապարհը առաջի Գալստյան ժամանակ։ Եվ հիմա կուզենայի, որ դուք անդրադառնաք այդ թեմային, ինչ առաքելություն ունի հայ ազգը Քրիստոսի վերաբերյալ, եթե մենք խոսում ենք եւ մտածում ենք երկրորդ Գալստյան մասին։ Այդ մասին խոսալու համար լավ կլեր մի փոքր դեռ քրիստոնեության ի սկզբանե եղած իրավիճակներից խոսենք, որ դա էլ է վերաբերվում նույն Կարապետի, այսինքն ճանապարհ հարտողի կարգավիճակին։ Ինչի համար։ Որովհետև դեռ աշխարհում միայն, այսպես ասած, հрьяաներն էին, Իսրայելը, որ ճշմարիտ Աստծուն էին պաշտում, իրանք են սպասում Մեսիայի գալստը։ Մնացած ազգերը հայերն էլ արդեն ընկածել են կռապաշտության մեջ։ Բայց հայերի մեջ ոչ բոլորն են ամբողջական կռապաշտության մեջ, Հայաստանում, այսպես ասած, որտեվ Հայաստանում Տիգրան Մեծի
այլ թագավորների օրոք բազմաթիվ հրյա գերիներ էին բերել բնակեցվել էին Հայաստանում հիմնական Հուդայի սերնդից իսկ Հուդայի սերնդից էր որ պետք է գար Քրիստոս եւ ու տեսնում ենք որ այդ ժամանակաշրջանում էր որ Բեթխեմի աստղը ծագեց արևելքում Մենք գիտենք որ դրախտը եղել է արևելքում, գիտենք որ հայ նահապետ կներեք Նոյը եղել է Նոյան տապանը եղել է արևելքում։ Դա խորհրդավոր արևելքի մասին է խոսում։ Մի արևելք, որը սովորական աշխարհագրական արևելք չի եւ պայմանավորված չի որևէ երկրի հետ ունենած մի այլ երկրի աշխարհական դիրքի հետ կապված։ Դա յուրահատուկ արևելք է, այսինքն իսկ սկզբանե արևելք։ Քանի որ Հայաստանին արևելք են ասել նաեւ շումերները, որոնք գտնվում են հարավ Հայաստանի հարավում նրանք պետք է Հայաստան հստակ ասեն որ նա գտնվում է հյուսիսում բայց ասում են Հայաստանը արևածագի երկիրն է որը դա ինչ արևելք դա սկզբնական արևելքի մասին է խոսքը այսինքն արևը երբ որ ստեղծվեց երկիրը արդեն գոյություն ուներ եւ առաջի արևածագը լուսավորեց արևելյան երկրի արևելյան կիսագնդի կենտրոնը որը գտնվում է մեծ հայքի տարածքը եւ ինչի անք սա շեշտում որտեվ Մոգերն էլ այդ նույն արևելքից շարժվում են։ Շատերը ասում են մոգերը եկան Պարսկաստանից, քանի որ արևելքը Մովս Իսրայելի համար դա Պարսկաստան է, բայց խոսքը չի ում աշխարհագրական նորից կրկնենք, այլ հենց բուն աստվածաշնչյան արևելքի մասին։ Այսինքն եթե դրախտել է արևելքում, եթե տապան եղել է արևելքում, բնականաբար Բեթխեմի աստղի ծագած արևելքը նույն այդ արևելք։ Եվ այսինքն մոգերը այստեղից գնացին։ Եվ շատ գիտնականներ կան այլ ազգի միջայլոց, որոնք ասում են փոքր մասիսի վրա այդ մոգերը ունեցել են աստղադիտարան եւ այդտեղ են տեսել աստղ։ Եվ համաբար աստղը ծագել է հենց այնտեղ, որտեղ այսօր կառուցված է մեր տաճարը Սուրբ Էջմիածը։ Եվ այդտեղից նրանք շարժվեցին, առաջինը գնացին, ողջունեցին Մանուկ Քրիստոսին եւ բարի լուրը առած եկան Հայաստան։ Այսինքն հայերը առաջինն էին, որ այդ բալիրուր առան եւ տարածեցին ճանապարհով, սա նույնպես ճանապարհ բացելու մի կերպ էր։ Նաեւ հիշենք, որ երբ որ մենք ուշադիր ենք լինում, տեսնում ենք, որ հայոց աշխարհ ժամանել են Քրիստոսի 12 առաքյալներ, բայց ոչ 12 առաքյալներից։ Այսինքն 5-12 առաքյալներից մնացածը արդեն 7-ը արդեն 70 առաքյալներից։ Նրանցից մի մասը նահատակվել են այստեղ, հիմնականում Թադեոսը, Բարթողմեոսը, մյուս Թադեոսը եւ 70-ից էլ Եվտաթեոսը, իսկ մնացածը եկել են քարոզելով անցել են այստեղով, ոնց որ ասենք մեր Անդրեաս Առաքյալը, Թովմաս Առաքյալը, Սիմոն Կանանացին, նրանք բոլորն էլ Հայաստանում քարոզելով անցել են այստեղով։ Եվ ի վերջո առաջի քրիստոնյա պետություն լինել դա նույնպես մեզ հուշում է այդ Կարապետի կարգավիճակի մասին։ Այս բոլորը հիմնավորվելով է, որ մենք ասում ենք Տիրոջ փառավոր երկրորդ գալուստը սպասում է Հայաստանով։ Ինչի համար, որտեվ Տեր ինքն է ասում, ինչպես որ կայծակը խփի արևելքից եւ երում մինչեւ արևմուտք, այդպես պետք է նաեւ Տիրոջ փառավոր երկրորդ գալուստը։ Սա ինչ արևելքի մասին է խոսքը։ Նորից հիշենք այդ բոլոր արևելքների մասին, որ ասեցինք, առաջի աստվածաշնչյան արևելք, մեծ հայքի տարածք, քանի դրախտը այստեղ է եղել, Արարատյան լեռը այստեղ է եղել, նորից Բեթխեմի աստղը այստեղ է ծագել, բնակարու այդ նույն արևելքից էլ պետք է ճառագի այդ կայծակը եւ Տիրոջ փառավոր գալուստը պետք է լինի Հայաստանով։ Այդ ես մի փոքր բան պատմեմ, տարիներ առաջ մի հոլանդացի քրիստոնյա եկել մեր տուն, հանդիպել ենք, զրուցեցինք, այն ժամանակ շատ մի 30 տարի առաջ երևի բան եմ պատմում, շատ քիչ բան գիտենք եւ խոսում ենք հիմնականում դե որ դրախտ է ստեղել Արարատ լեռը եւ քրիստոնյա պետություն, այլ բան այդքան չկար։ Սա շատ հետաքրությամբ լսեց եւ ասեց իսկ ինչու չեք ասում որ Տիրոջ փառավոր գալուստն էլ կլինի ձեր երկրով։ Ինձ թվաց երևի չի հավատում կատակ անում, ասեցի ոնց որ ժպտալով թե դուք գիտեք եթե չեք հավատում, ասես չես մի անգամայն լրջությամբ եմ ասում հնարավոր չի ամեն բան սկսի այստեղից եւ ավարտն էլ չլինի այստեղից։ Եվ այդ ժամանակ ես բացարձակ գաղափար չունեի երկրորդ Գալասյանի հետ կապված այդ խնդրից, բայց չանցավ մի երկու ամիս Գրիգոր Տաթևացու գիրք հարցմացի մեջ կարդացի որ իսկապես ըստ Սուրբ գրքի Տիրոջ
փառավոր գալուստը լինելու Հայաստանով հիմնավորված հենց այդ արևելքի վրա, շեշտադրված հենց այդ արևելքը։ Եվ հիշենք նաև, որ մեր եկեղեցին մայր տաճարը կառուցվել է այնտեղ, որտեղ ժամանակին եղել է այն զոհասեղանը, որի վրա զոհ է մատուցել նույն նահապետը։ Եվ Տերը հենց այդ նույն տեղը ցույց տվեց եւ ասեց, այստեղ կառուցեք իմ եկեղեցին։ Եվ ինչպես ցույց տվեց, հայտնվեց մեծ փառքով, ռեշտակների անթիվ համար դասերով Գրիգոր Լուսավորչին, եւ դա էլ հենց խորհրդանշում է նաեւ երկրորդ գալուստի կարգավիճակը, որ հենց այդտեղից էլ միգուցե պետք է ծագի գալուստ ասելու նկատի չունեք, որ նա պետք է մարմնապես գա ոնց որ առաջի գալուստն էր, այլ փառքով հայոց երկրակամարում դի ծագի նրա տիրոջ փառքը, խաչը պետք է երևա։ Ինչի են մեզ ասում խաչապաշտներ, ամենտեղ խաչքարեր տարածված։ Հենց դա էլ Կարապետի խորհրդանիշն է, որ տիրոջ փառավոր գալստյան արչե որպես Կարապետ պետք է փայլատակի տիրոջ խաչը երկնքում։ Կայծակը պիտի խփի եւ Տերը պետք է գա անթիվ ռեշտակների դասերով։ Եվ բնականաբար նրա գալուստը լինելու է ուրախություն նվիրված հավատավոր քրիստոնյաների ի տրտմություն բոլոր նրանց, ովքեր կենթարկվեն հակաքրիստոսին, որ բոլոր նրանք պետք է լան Քրիստոսի, միշտ դա էլ հայոց աշխարհը պետք է ունենա մեծ հրաշափառ եւս մի դարձ առ Աստված, որտեվ մենք ինչ որ կանք, սա խորը անկուման մեջ ենք մենք, թե հոգևոր, թե քաղաքական, թե նյութական այդ ամեն ինչով։ Բայց սա էլ մարգարեացված է, սա Պարթևի գրկված մեջ, ասում ների գալստից անմիջապես առաջ հայոց աշխարհը կանմանվի ջնջած մագաղաթի, անընթեռնելի, կարծես կա, ինչ-որ գիր կա, բայց ոչ պեր չի հասկացում, թե սա ինչ է։ Այսինքն մեր հոգևոր վիճակը, մեր աշխարհային քաղաքական վիճակը Աստծուց հեռացված կարծես թե մի իրավիճակում լինենք, բայց հենց դա է մեզ եւ ինչ է ասում, որ անմիջապես դրանից հետո էլ մինչեւ այդ ների գալուստը Հայաստանը կնմանվի արդեն ոսկեզոծ քանչելի մի մագաղաթի, որը արդեն այն կարգավիճակը կունենա, ինչը որ ուներ Տրթատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի ժամանակ։ Այսինքն դա խոսում է այն մասին, որ մեծ հայքը պիտի վերականգնվի, եկեղեցին պիտի պայծառանա, վանքերը պիտի իրենց դիրքի մեջ կանգնեն, մարդիկ դառնան երկյուղած բարեպաշտ եւ հայոց աշխարհը նորից պետքա դառնա Կարապետ տիրոջ փառավոր գալստյան արչեր։ Ինչի, որովհետև մնացած բոլոր ազգերը պետք է հեռանան պետականորեն, պետք է հեռանան Աստծոց։ Բոլոր քրիստոնյային համարվել կամ համարվում են, նրանք այլևս այդպեսին պիտի չհամարվեն, պիտի չլինեն։ Միակ մնալու է հայոց աշխարհը, ինչպես եղել է առաջինը որպես քրիստոնյա պետություն, մնալու է վերջինը որպես քրիստոնյա պետություն։ Եվ ինչեր հայկը եւ բելը մեծ պատերազմ եղա եւ հայկը հաղթեց բելին, այդ ժամանակ այդ պարագան պետք է կրկնվի, հայկը պետք է խորհրդանշի Քրիստոսի մեր Տիրոջը իր փառավոր գալստով եւ հակաքրիստոսն էլ, այսինքն բելն էլ, Դեբրովն էլ խորհրդանիշներ հակաքրիստոսի։ Եվ նորից Հայաստանը ունի միակ աշխարհում եւ ամբողջ այդ աշխարհը ճարի տիրապետության տակ է եւ ի վերջո պետք է հարձակվեն հայոց վրա եւ գրված է, որ հայոց այդ ժամանակ կաթողիկոսը պետք է նահատակվի։ Առաջինը պետք է չարչարի, բայց չի նահատից, վերջինը պիտի նահատակվի արդեն ների կողմից, այսինքն դրանք էլ ի վերջո ոնց որ հայկը բելի դեն պետք է հարձակվեն հայոց վրա, բայց ինչպես հայկը հաղթեց պատերազմի արդեն վերջի փուլում բելին, հակաքրիստոսի խորհրդանիշ, այդպես էլ հայկը որպես Քրիստոսի նախակերպար նետով սպանեց նրան, այդպես էլ Տերը փառավոր գալցով իր բերանի շնչով պետք է ոչնչացնի հակաքրիստոսի եւ Հայաստանը որպես այդ բոլոր հրաշալի առանձնաշնորհերի մի այսպես ասած տարածք, ինչպես ասացինք, լինի սկզբի եւ վերջի այդ կենտրոնացված այդ բանով ամեն վայրը մարդկության համար։ Կա այսպեսի մի հետաքրքիր պատմություն, ասեմ թե ինչ, 1700-800 թվականներին Եվրոպայում բազմաթիվ տարբեր ուղղությունների բողոքական շարժումներ, տենց եկեղեցիներ գալիս են ինչ-որ մի եզրակացության իրենց այդ մեկնաբանական մոտեցումներով, որ
տիրոջ փառավոր գալուստը լինելու է Հայաստանով, Արարատ մոտով եւ հարկ է որ իրանք բոլորը գան Հայաստան եւ տասնյակ հազարներով Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից միանում են եւ նավերով գալիս են եւ երբ որ կտեսնեք Թուրքիայի կողմերը, Վանում, Արցախում, Վրաստանում մնացել են այդ գյուղերը գերմանական անուններով։ Նրանք եկել են Ուտիկ աշխարհում, նրանք բոլորը եկել են ինչ որ ձևի ճիշտ է, դրանք սխալ հաշվարկներն է, Տերը ինքը ասեց մի հաշվարկեք իմ գալուս, դա ոչ մեկ չգիտի։ Բայց այն առումով որ իսկապես Տիրոջ փառավոր գալուս լինի այս տարածում այդ առումով դրանք չեն սխալվել։ Բայց ժամանակի մեջ, քանի որ ուշադիր չեն եղել Տիրոջ խոսքին, ժամանակի առումով սխալվել են։ Տեսնում եք, սա էլ արդեն տարբեր մարդկանց մոտ այս ինչի նրանք չորոշեցին, ասեն գնալ Ավստրալիա, գնալ ես չգիտեմ այնտեղ Պարսկաստան, գնալ ինչ որտեղ էլ հենց Հայաստան։ Որտեվ դրախտ Արարատ լեռը արժի քրիստոսապետություն ամինչը հիշում են որ այդ բոլորի սկիզբը հուշում է մեզ որ ավարտն էլ էստեղով լինելու։ Պարոն Արևշեցյան, ով է Կարապետը։ Կարապետ հասկացությունը դա ճանապարհ բացող Հովանես Մկրտիչը նաև կոչվում էր Հովանես Կարապետ, այսինքն Քրիստոսի առջև ճանապարհ էր բացում քարոզելով որ գալու է Քրիստոս, որ ինքը չի Քրիստոս, ինքը ջրով է մկրտնում, բայց գալու է մեկը, որի կոշիկների կապն արձակելու ինքը արժանի չէ, եւ նա մկրտել է կրակով եւ խոսքով, կրակով եւ ջրով։ Հիմա տեսնում ենք, որ Հովանեսը քարոզում էր ապաշխարություն, պատրաստելով Քրիստոսի գալուստը, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրանք կարիք ունեն փրկչի, որ իրանք կարիք ունեն, որ մեկը գա, իրես կարողանա այս ադամական մեղքից հիվանդացած հոգեվիճակը վերափոխի, լուսավորի, պայծառացի, որպեսզի իր արյունը հեղի Գողգոթայի խաչի վրա, որպես գին այն մեղքերի, որը մենք մեր կյանքով Ադամի ժառանգած, մենք էլ մեր գործերով այսպես տարանք։ Դա այսինքն Կարապետը հասկացող նա է, որը պատմում էր եւ հարթում էր ճանապարհը Քրիստոսի առջև եւ դրա համար որ Հայաստան աշխարհում բազմաթիվ մենք եկեղեցու ենք հատկապես Հովանես Կարապետի, Հովանես Մկրտչի անվան։ Դա էլ է այդ խորհրդանիշներից մեկը։ Ինչ որ վերաբերում է մարգարեություններին, որոնց մասին դուք պատմեցիք, դա Տիրոջ կամքն է եւ պետք է իրականություն դառնա։ Ոչ մի կասկած որևէ քրիստոնյա չունի, իսկ ինչ որ վերաբերում է ազգին, ինչ պետք է մենք անենք այդ մարգարեությունը իրականություն դարձնելու համար։ Գիտեք, իրավիճակն այնց է, որ ոնց դες ասեմ, միգուցե կոպիտ հնչի, հիշենք մարգարեությունը Եզեկիել մարգարեի։ Եղավ ժամանակ, երբ որ Աստված կանչեց Եզեկիել մարգարեին եւ ասեց Եզեկիել գնա անապատ։ Եվ տարավ անապատ եւ ասեց ինչ ես տեսնում Եզեկիել։ Եվ տեսավ բազմաթիվ 100 հազարավորներով մարդկային կմախներ, չորացած, գոսացած, թափված ամբողջ անապատով մեկ։ Եվ ասեց Եզեկիել նրանք կարող են կենթանալ, ասես Տեր դու գիտես, ասես մարգարեացիր այս ոսկորները։ Երբ որ մարգարեացավ ոսկորները սկսեցին գալ, հավաքվել, ամեն մեկը ցրված ոսկորները, հավաքել մարդկային կմախտեր լրիվ հավաքված վիճակում։ Եվ մարգարեց, ասես մարգարեցիր մարմնի վրա եւ ամբողջովին մարմնով պատվեցին, շնչի վրա եւ նրանք կենթանացան։ Եվ բոլորը ոտքի կանգնեցին։ Դա Իսրայելի անկյալ վիճակն էր, որը, ասենք, Տեր ասում ասես պիտի ոտքի կան։ Հիմա իստե հարցը ինչու՞ն է։ Մենք կարող ենք այդ ոսկորներին ասել ոսկորներ, հիմա դուք մի բան պիտի անեք, չի կարելի ասես գոսացած մնալ այս ճանապարհին։ Դե մենք ոչինչ էլ չի կարելի ասել։ Անիմաստ գործ է ինչ որ բան ասել։ Ով ինչով կարող է անել, ով որ գիտակցում է, նա պետք է անի։ Աղոթքով, խոսքը տարածելով։ Իսկ ինչքանով որ կօգտվենք, ինչքանը չէ, միևնույն է Աստծո խոսքը անբեկանել է։ Դա կախված չի արդեն մեր իրավիճակից։ Մենք ցավոք են իրավիճակի մեջ չենք, որ կարողանանք ինչ որ բան անել։ Պիտի նրանք, ովքեր գիտակցում են, որ կարող են, որ Աստծոց տրված է, որ ինչ որ բան անեն։ Հիմա ասենք այդ բանի հետ կապված շատ հետաքրքիր խոսք ունի նաև Ղևոն Դալիշյանը։ Այդ հայոց երրորդ դարձ, ինչի՞ ասում է հայոց երրորդ դարձ։ Առաջինը մենք Գրիգոր Լուսավորչի ժամանակ այդ մեծ քանչելի դարձն էր, որ ամբողջովին հայոց աշխարհը ընդունեց քրիստոնեությունը։ Բայց եկավ ժամանակ ու 1700 թվերին նորից խոր անկում ապրեց հայոց աշխարհը։ Դա կոչվում էր երկդարյա խավար շրջան, 200 տարի։
Եվ 200 տարի խավար շրջանը ավարտ եկավ, որ Մովսես Տաթևացի մեր հայրապետը, որ եղել է այս եկեղեցու վանահայրը Ստեփան Քրել ժամանակին, եւ մեր եկեղեցու վերջի սուրբն է, որ պատարագի ժամանակ միշտ հիշատակում ենք իր անունը, իր ժամանակ նորից մեծագույն դարձ ապրեց։ Խորը անկում ընկած հոգևոր, քաղաքական, բարոյական այդ անկումը կասեցվեց եւ նույնիսկ Հռոմում տարբեր տեղերում զարմացած խոսում են հայոց մեջ տեղ ունեցած մեծ վերափոխման մասին։ Բայց անցավ մի առ ժամանակ եւ նորից անկում սկսեց ապրել, դա տևեց 200 տարի։ Եկաներեք արդեն 300 տարի, որի մեջ մենք ենք։ Ուրեմն տեսնում ենք, որ այդ անկումից հետո կարծես Աստծո ողորմությամբ գալիս է մեծ այդպեսի արթնություն։ Այդ սառնությունը վերափոխում է տաքության եւ մարգարեություն կա Ղևոն Դալիշանի գրվածների մեջ, թե այդ դարսը կլինի որպես նշան սկզբի, կլինի այն, որ Արարատ լեռան վրա կժայթքի հրաբուխ։ Եվ ասում է այդ ժամանակ ձեր գլուխները վեր բարձրացեք, քանի որ հայոց փառքը ծագեց։ Խորհուրդն ինչու՞մ է այստեղ նաև, որ Արարատ լեռը այս տարածքի ամենագագաթը նկատի ունեմ, ամենացուրտ սառը տեղն է, ամբողջովին սառցադաշտեր են։ Եվ այդ սառը տեղը, որը հույս չկա, որ ինչ-որ տաք իրավիճակ կլինի, մի օրվա մեջ հանկարծակի հրաբուխի ժայթքմամբ դառնա այս տարածքի ամենաջերմ, ամենատաք վայրը։ Դա խորհրդանշում է այն, որ մեր հայոց դարձը երրորդ պետք է լինի հանկարծակի, հրաբուխի նման, Աստծո շնորհով, թե ոնց կլինի մենք չենք կարող դա ասել, ոնց որ Եզեկիելը չէր կարող ասել, Տեր, ես ոնց ասեմ, ես ոսկորները ոնց կարան հառնեն մեռելից, դա գիտես։ Մեր Տերը գիտի, դա ոնց կլինի, բայց որ պետք է լինի, դա մարգարեացված է, ոչ միայն մեր պատմության ամբողջ տրամաբանությունը բերում է նրան, որ դա իսկապես պետք է տեղ ունենա։ Կխնդրեի մի քիչ ապաշխարության մասին խոսեք, քանի որ դուք սկզբից ասեցիք, նշեցիք, որ մենք մեծ մեղքերի մեջ են գտնվում ազգով։ Ինչ նշանակություն ունի մեզ համար ապաշխարությունը ներկա պահին։ Ապաշխարությունը ընդհանրապես մեծագույն նշանակություն ունի ամեն մարդու համար երկրագնդի վրա։ Ապաշխարության քրիստոնեական շրջանում նկատի ունեմ։ Ոչ թե զղջալ ինչ-որ բանում էր ուղակի, այլ դառնալ առ Աստված, այլ Քրիստոս, որտեղ Քրիստոսով է, որ ադամական հնությամբ ընկած մարդը վերակենդանանում է, Քրիստոս կոչվում է նոր Ադամ, որով մենք նորանում ենք, դառնում ենք խավարի որդիներից, լուսո որդիներ, այդ գոսացած ոսկրային իրավիճակից արդեն կենդանի Աստծո զավակներ։ Ապաշխարությունը նախ եւ առաջ պետք է ամեն անհատի համար եւ ամեն անհատ ապաշխարելով, այսինքն դարձի գալով ապաշխարելով, արդեն ազնադարձի գալ։ Երբ որ ազնադարձի գալի, արդեն բնականաբար Աստծո ողորմության դռներ են բացում ամբողջ երկրի վրա։ Բոլոր թշնամիները ցրվում են, բոլոր հակառակությունները վերանում են, երբ որ Աստծո շնորհն է թագավորում մարդկանց հոգիների սրտերի մեջ։ Բայց մենք միշտ խոսում ենք հայոց փառքի մասին, գալստի մասին, բայց շատ-շատերը դա չեն տեսել եւ հնարավոր մենք էլ չտեսնենք, որովհետեւ մենք չգիտենք մեր վաղճանը երբ կգա, 5 րոպե հետո, մի ժամ հետո, վաղը 20 տարի հետո, մենք գաղափար չունենք դրանից։ Բայց ապաշխարությունը պետք է ինչի համար, որովհետեւ մարդուն տրված է մեկ անգամ մեռնել, այնուհետեւ դատաստան։ Մենք կարող ենք տոգորվել այս հայրենասիրական շատ բաներով, բայց մոռանալ մեր հոգու փրկությունը, որը վնասակար երևույթ է։ Դրա համար Աստված ասում է մտածեք ձեր հոգու փրկության մասին եւ ինչ որ ձեզ պետք է, ես ձեզ ավելիով կտամ։ Ուրեմն մենք որ կանչված ենք այստեղ, այս երկրի վրա անեությունից կանչված ենք գոյության, դա պատահականություն չէ, դա Աստծո ողորմության, մարդասիրության արգասիքն է։ Բազմաթիվ մարդիկ կան, երկրներ կան ժողովրդի երկրի վրա, որոնք հեռու են ճշմարիտ ուղուց, քրիստոնեությունից։ Տարբեր կրոններ, տարբեր աղանդներ, որոնք բոլորը բացարձակապես կապ չունեն փրկության ճանապարհի հետ։ Ինչքան էլ որ առաքինի կյանք ցուցաբերեն, ինչքան էլ որ բարեպաշտության կերպար ընդունեն, թեկուզ անկեղծությամբ, առանց Քրիստոսի փրկություն չկա։ Տերը ասեց, ես եմ դուռը, ոչ ոք չի կարող մտնել երկինք, եթե ոչ ինձանով։ Եվ Նոյան տապան ընդհանրապես մի դուռ ուներ, եւ Քրիստոս ասեց, ես եմ դուռը, խորհրդանշելով այդ փրկության դուռը, որ տապանի մեջ էր։ Տապանի վրա այլ դուռ չկար, ոչ Մահմեդի, ոչ Կրիշնոյիդի, ոչ Մորմոնի, ոչ չգիտեմ ում, ընդհանրապես մի դուռ էր, որով կարող են մտնել նրանք, ովքեր ուզում են փրկվել։ Հիմա մենք բոլորս էլ ապաշխարում չէ, եթե ոչ
ընկալելով, հասկանալով մեր կարճ կյանքի իմաստը այս ընթացքի մեջ այս ժամանակաշրջանում այս վաղանցու կյանք իր բուն նպատակին ծառայենք, այսինքն զղջալով, մեղագալով մեր բոլոր մեղքերի համար գանք առ Քրիստոս, որտեղ Տեր ասում է եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորներ եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Այդ հանգիստը նաեւ վերաբերում է առավելևս հավիտենական հանգստին, երկնքի արքայությանը, անճարելի լույսերին, հարազատությանը, որը վախճան չունի, միայն բերկրանք, խնդություն, Աստվածային շնորհի սրբության լույսի ներքո։ Բայց եթե մենք չկարողանանք արժանալ այդ կարգավիճակին, այլ տեղ չի մնում, եթե դրա ոչ դրա հակառակը, որը կոչվում է գեհեն, որը կոչվում է դժոխք, որը կոչվում է տարտարոս, որը կոչվում է սանդարամետ, ի վերջո կրակելիչ։ Ուրեմն այդ սարսափներից խուսափելու եւ հավիտենական երկնային հայրենիքը ժառանգելու համար մենք պետք է դառնանք առ Քրիստոս, առ Աղրամնասուրբ երրորդություն, որպեսզի կարողանանք զղջամբ արտասվնքով մեր մեղքերը բերենք մեր փրկչի առջև, խնդրեմ որ Աստված ների մեղքերը ջնջի մեր հանցանքները, մեր անունը գրի կյանքի օրհնյալ գրքի մեջ։ Եվ եկեղեցին կարգված է, որ մենք գանք ապաշխարությամբ, մկրտությամբ, այդ խորհուրդներով անցնելով, սուրբ պատարագով աճենք հոգևոր կյանքի մեջ եւ կարողանանք մեր Տիրոջ փառավոր գալուստը ըստ պատշաճի դիմավորել։ Եթե ոմանք մահացած կլինեն ժամանակ, գիտենք որ պետք է համընդհանուր մեռելների հարություն։ Գաբրիել հրեշտակապետի փողի հնչման բոլոր մեռելները պիտի կենդանան, ինչպես որ Եզեկիելի ժամանակ այդ գոսացած ոսկորները ելան կանգնեցին։ Շատերը կարող են ասել եւ ասում են, թե ինչպես կարող է մարդը հանկարծ մեռելիս կենդանա, եթե նրան այրել են, մոխին ցպկնել են, ես չգիտեմ, ջրի մեջ է խեղդվել, կետնը կուլ տվել, գազանն է կերել։ Դրանք բոլորը իհարկե մարդկայինորեն անկալել են, հնարին է, բայց մենք չենք խոսում մարդկայինի մասին, այլ խոսում ենք ամենազորի մասին, Աստծո մասին խոսքով ամբողջ տիեզերքը ստեղծեց։ Մենք որ այստեղ նստած ենք խոսում ենք, դա աստվածային արարչագործության նշան է։ Այս խոսալու ձիրքը, մտածելը, տեսնելը, լսելը, այս օրգանիզմը ամեն ինչը վկայում են, որ կա արարիչ, որը ստեղծել է ամեն ինչը, որը մարդկային մտքից վեր է։ Եվ նրա հրամանին որևէ արգելք չի կարող լինել։ Դրա համար մեռելներու հարությունը դա հստակ աստվածաշնչյան իրականություն։ Եթե մենք քրիստոնյա ենք, մենք պարտավոր ենք այս ամեն ինչին հավատալ, Աստծո դատաստանին, մեղքերի քննությանը եւ ի վերջո, ինչպես ասեցինք, հավիտենական կյանքի եւ հավիտենական կորստին։ Սա է քրիստոնեությունը։ Եթե սրանք մենք չենք հավատում, բայց քրիստոնյա ենք, դա նշանակում է, որ մենք քրիստոնյա չենք։ Մենք ինչ-որ անուն ենք մեր վրա վերցրել, որը բացարձակապես էության մեզ չի համապատասխանում։ Դրա համար ամենակարևորը մեզ տրված է, բայց սարսափելու ահավոր է, որ դու դրախտի դռների դեմ ես, տապանի մոտ ես, առաջի քրիստոնեության մեջ ես, բայց չես մտնում երկնքի արքայություն։ Ուրեմն զգուշանանք, որ չնմանվենք հին Իսրայելին, որտեղ Տերը ասեց կգան աշխարհի տարբեր ծայրերից, հյուսիսից, հարավից, տարբեր ազգեր, որոնք կռապաշտեն, կդառնան առ Աստված, կմտնեն երկնքի արքայություն, իսկ արքայության որդերը կմնան դրսում։ Այսինքն Իսրայելը, որ կանչված էր արքայության համար, նա նախընտրեց այս աշխարհը, նախընտրեց այս աշխարհի Աստծուն, սատանային, նյութականին, աշխարհականին, դրամին եւ անտես արեց հավիտենականը, որտեղ հավիտենակը նեղ ճանապարհ է։ Քրիստոսը ձեր խաչը վերցեք, իմ ետևից եկեք։ Իսկ նրանք սիրեցին լայն ճանապարհը։ Հիմա մենք էլ չընկնենք, չմնանք այդ լայն ճանապարհի ճահճուտների մեջ եւ ոչ մահագայ մեզ կդի բացարձակապես անպատրաստ։ Ուրեմն քանի մեր շունչը մեր մեջ է, քանի որ Աստված ապրել է տալի, մենք պիտի ջանանք այդ լայն ճանապարհի ճահճից ելնենք դեպի նեղ փրկության ճանապարհ, որի վերջն է հավիտենական լայնություն, հավիտենական ընդարձակություն, հավիտենական բերկրանք եւ անվախճան կյանք Աստծո արքայության մեջ։ Ո՞րն է ձեր երազանքը։ Դա մեր երազանքը որպես քրիստոնյա իհարկե աշխարհի մեջ մեր հայոց դարձն է, մեր մերձավորների փրկությունն է, մեր հանգուցյալների հիշատակումը Աստծո արժեվ նրանք արժանան ողորմության եւ իրջո ամենաբեծ բանը որ մենք էլ բոլորս էլ արժանանք այս կարճ կյանքը որպես երկու լումա կարողանանք գցել այն գանձանակը որ գցեց այրիկինը որտեւ այդ երկու գրոշը որ գցեց դա ընդամենը իր ամբողջ ունեցվածն էր մեր կյանքն էր մեր պետք է համարենք որ այդ երկուսն է պետք է գցենք որ արժանանանք հավիտենական իհարկե մեր բոլորի երազանքն է ձգտումն ինչ է բարի վախճան խաղաղության ելք եւ Աստծո առջև հանդիսանալ անդադապարտ մտնել հավիտենական մեր հայրենիք
ուրիշ մնացած երազանքները արդեն պատկանում են պատրանքի ոլորտին, աշխարհային ոլորտին, որոնք վաղանցուկ են, որոնք երազական են, բազմաթիվ մարդիկ են ունեցել են բազմաթիվ երազանքներ, բայց մա եկել եւ տարել է իրենց երազանքը, ամեն ինչը ընդունայն է դարձել։ Միլիարդավոր մարդիկ արդեն մահացած են, միլիարդավոր մարդկանց հոգիներ արդեն վերևն են կամ ներքևն են եւ նրանք շատերը զղջում են, որ չապրեցին այն կյանքով, մյուսները ուրախանում են, որ ողորմություն գտան, որ ապրեցին մի բարեպաշտ կյանքով։ Ուրեմն մենք բոլորս մտածենք, որ այս կյանքը այդ երկու լուման է, ընդհանրապես երկու լումա, սրա արժեքը դա է, ավելին չէ։ Մնացածը պատրանք ու խաբկանք է։ Եվ այդ երկու լուման իր ճիշտ դիրքին պիտի ծառայի։ Պիտի գցենք այդ գանձանակը, որպեսզի այն շահենք, Տիրոջից լսենք, ինչպես ասեց, այս այրիկինը բոլորից շատ գցեց գանձանակը։ Մենք էլ աշխատենք, որ սեփվենք այնտեղ բոլորից շատ գծվածների մեջ։ Պարոն Արևշեցյան, ձեզ հիմա լսում են նաև այն մեր եղբայրներ ու քույրերը, որոնք կնքված չեն։ Ինչ խորհուրդ իրենց դուք կարող եք տալ։ Դու խորհուրդ պետք է տան, որ կնքվելով մարդիկ որդեգրվում են Աստծուն։ Հիշեք, սա կարևորագույն բան է։ Եթե մենք Աստծուն ենք, Աստծո զավակ ենք, Աստծո արքայության մասնիկ ենք կազմելու։ Այս երկրը ինչպես որ է անցելու վրա, այստեղ որևէ կայուն բան չկա, բայց խոսքը չի գնում նրան, որ ուղղակի դելա, որպեսզի մի հատ արագ մկրտվենք, նորից անցնենք մեր գործին։ Նախ պետք է կարողանանք պատրաստվել մկրտությանը, նախ հոգեպես մենք պետք է կարողանանք ճանաչել մեր կյանքը, մեր Աստծո առջև մեր կարգավիճակը, որպեսզի աղոթքով, սուրբ գրքերի ընթերցանությամբ, հարցազրույցով, գիտակ մարդկանց հետ այդ թեմայով խոսալով իսկապես ճանաչենք, որ մեզ պետք է նախ հավատք, հույս, հետո նոր մկրտություն։ Այսինքն այդ հավատքը, հույսը պետք է ձեռք բերենք, փրկություն եւ դրանից մղվելով նոր գանք մկրտության։ Այնպես չլինի, թե մկրտությունը հենց այնպես ուղղակի հայրենասիրական մի ակտ, արարողություն չէ, դա հոգու փրկության է, բայց որովհետեւ այդ մկրտությունը վավեր լինի, մենք պետք է գիտակցենք ինչի համար ենք մկրտվում։ Գանք իսկապես մի տեսակ կարոտով, ձգտումով, որ սա փրկության դուռ է, հավիտենականության դուռ է, եւ զղջանք մեր մեղքերի համար եւ խնդրենք, որ Աստծո շնորհը իջնի մեր վրա, որ մենք էլ սուրբ հաղորդությամբ Քրիստոսի մարմինն ու արյունն ընդունելով սուրբ մկրտության ժամանակ դառնանք իր եկեղեցու մասնիկ, իր մարմնի մասնիկ։ Եվ վերջի հարցը. Տերը մեզ տվել է հսկայական երկիր։ Մեծ հայք, փոքր հայք, կոմագենա։ Ինչի համար է այդ մեծ երկիրը տվել հայ ազգին։ Ինչի համար մենք պետք է այդ երկիրը վերականգնենք Տիրոջ փառքի համար։ Գիտեք, շատ հաճախ մենք բոլորս ենք հայրենասիրական պորտակումները, մեր երկիրը մեծացնելը, նորից այդ կարգավիճակին բերել, բայց դա պետք է կուրջ չդարձնենք։ Այդ երկիրը մեծանում է եւ փոքրանում է զուտ մեր հոգեվոր ներաշխարհի կարգավիճակից ելնելով։ Մեր թշնամիները բազմանում են, երբ որ մենք հեռանում ենք Աստծոց։ Երբ որ մենք զորանում ենք Աստծո, մեր թշնամիները նվազում են, նրանք չքվում, վերանում են։ Թշնամիները հիմնականում կան, որպեսզի մենք որպես մտրակ, որպես մենք խելքի գանք առ Աստված, չապրենք այս կյանքը զուտ նյութականի այս բանի համար։ Եթե մենք դառնանք առ Աստված, Աստված կտա մեծ հայկը, փոքր հայկը եւ ամեն ինչը նորից կվերականգնվի, կպայծառա, կլուսավոր, բայց դա պետք է արժեքավոր է։ Հենց հիմի մեզ տան այդ ամբողջը մենք ինչ պետք է անենք։ Մեզ պետք է որ դա դառնա այն հայրենիքը, որը որ տրվել էր Գրիգոր Լուսավորչի եւ Տրթատ Մեծի ժամանակ։ Հզոր երկիր, որտեղ իսկապես սրբություն էր տիրում։ Թագավորը սուրբ, եկեղեցու սուրբերի դասում է պատկանում, հայրապետը սուրբ եւ այդ սրբության մեջ բնականաբան է որ հոտն էլ պետքա սրբության ճանապարհով ուղղորդվեր։ Դրա համար էլ մեծ երկիրի փոքրությունը եւ մեծությունը արդեն խորհրդանշում մեր հոգեվոր վիճակ։ Ինչքանով ենք մենք մոտացում, ինչքան ենք մենք հեռացած Աստծուց։ Այնպես չի որ ասենք ժողովուրդ վեց գնանք, զենքը վերցնենք, մեր երկրը գրավենք, բայց մենք մնանք նույն հոգեվիճակի մեջ։ Տեն մեկ Արցախն էլ գրավեցինք, բայց նորից նվազեցինք։ Ուրեմն մենք պետք է գտնենք ճշմարիտ ուղին։ Մենք պետք է գտնենք առ Աստված գնալու ճանապարհը, չնայած ասում են, որ Աստված իսկապես մեզ այցելություն է անելու։
Բայց դե ամեն մի քայլ անի, ջանք անի, որպեսզի այս կարճ կյանքը, չգիտենք այդ այցելությունը ինքը կարժանա տեսնել թե չէ, որպեսզի կարողանա որպես քրիստոնյա միանալ մեր սուրբ նախահայրերին, հայրապետներին, բոլոր են քրիստոնյա նվիրված ժողովրդին, որ հիմա հայոց փառքերի մեջ են։ Օրինակ կներեք, նաև մենք շեշտենք, որ մեր մեծ առանձնահատկություններից մեկն է նաև Սուրբ Երուսաղեմ ունեցած մեր արժեքները։ Ինչ եմ դա շեշտում, որտեվ ամբողջ քրիստոնյա աշխարհի մեջ չկա այլ այդպեսի ազգ, որին տրված լինի այն ինչ որ տրված է հայ ազգին։ Օրինակ կա 4 թաղամաս Երուսաղեմում։ Մեկը ամբողջ քրիստոնեական թաղամաս է կոչվում։ Թե կաթոլիկների, թե բողոքականների, թե հույների, մյուսների, համառուսների, բայց կա իհարկե հրեաների, կա մահմեդակ եւ կա մի հայոց թաղամաս առանցին։ Ինչ եմ սա շեշտում։ Որտեղ հնարավոր Աստված այսքան մեծ տվել է բազմաթիվ սրբություններ նաև։ Ուրեմն երկնքնային Երուսաղեմում էլ հնարավոր է ունենալ հայոց փառք, ինչը որ կա այս բանում։ Ուրեմն մենք արժանանանք այնտեղի փառքը ձեռք բերելուն, որպեսզի այստեղին էլ Աստված մեզ տա։ Փնտրեցեք երկնքի արքայությունը, մնացած ձեզ ինչ որ այստեղ պետք է ձեզ ավելիով կտրի։ Սա է գաղտնիքը, խորհուրդը, որովհետեւ մի բանի ուզում ենք հասնենք, անպայման պիտի ձգտենք հավիտենականին, որպեսզի չդառնանք ծաղրի առարկա, պայքարենք մի բանի համար եւ հանկարծ բաղագա մեզ տանի, մեզ էլ մոռանա այդ ինչ որ պայքարենք, դա էլ մոռացվի ամեն ինչ կնա։ Իմաստությունն է դրանում, որ մենք ջանանք հավիտենականի համար, ժամանակը որ մեզ կտրվի ավելիով։ Շնորհակալ եմ շատ, պարոն Արիֆշատյան։ Սիրելիներս, դուք ամեն ինչ լսեցիք։ Ես առաջարկում եմ ձեզ, որ դուք գտնեք Աշոտ Արիֆշատյանի գիրքը։ На русском языке эта книга называется «Святая страна Араратская от сотворения мира до второго пришествия». Вот. На армянском языке она звучит как Հայաստան, չէ՞։ Արարչագործությունից մինչև երկրորդ գալուստ։ И есть также вот эта замечательная книга, которую вы можете найти в Армении, прочитать. Советую вообще читать умные книги, но начните обязательно с книги нашего дорогого Ашота Арифшатяна. И вы знаете, вот недавно буквально я перечитывал Николая Сербского на армянском языке, и мне запомнилась одна фраза, которая очень актуальна сегодня для нашей армянской действительности, да и в целом для человечества. Николай Сербский, святой Сербской православной церкви, говорит нам о том, что внешнее рабство или оккупация той или иной земли – это проявление внутреннего рабства, в котором пребывает народ. На мой взгляд, это очень важный посыл. Он касается не только нас, армян, но и многих других стран, которые либо оккупированы полностью, либо частично. И есть повод, что называется, задуматься. Поэтому давайте чаще говорить об этих вещах, об этих духовных вещах. И то, что вы сегодня услышали в прямом эфире, это принципиально важно, потому что это, например, уже меняет мою жизнь, жизнь моих близких людей, моей команды, потому что это и есть божественная истина. И я уверен, что это может изменить и вашу жизнь. Շնորհակալ եմ ուշադրության համար։ Մինչ հանդիպում։